Այս վիդեոն մի քիչ երկար է լինելու, բայց խոսք եմ տալիս, որ մինչև վերջ նայելով մարզիչների 99%-ից ավելի լավ կհասկանաս ոնց մարզվել, որպեսզի մաքսիմալ մկանային աճ ապահովել։ Որովհետև էսի ֆունդամենտալ մկանային ֆիզիոլոգիայի 10-րդ մասն է, ու այսօր խոսում ենք ֆթիգ մեխանիզմների մասին։ Ֆթիգը ժամանակավոր ու շրջելի մաքսիմալ ուժի նվազումն է, որը տեղի է ունենում մարմնում տարբեր ֆիզիոլոգիական մեխանիզմների պատճառով, որոնք հիմա կքննարկենք։ Ու ես ասում եմ ֆթիգ, այլ ոչ թե հոգնածություն, որովհետև էսի կոնկրետ տերմին է, որը վերաբերվում է կոնկրետ ֆիզիոլոգիական երևույթներին, որոնք տեղի են ունենում մարմնում։ Ֆթիգը լինում է երկու տեսակի՝ կենտրոնական նյարդային համակարգի ֆթիգ կամ CNS ֆթիգ ու peripheral fatigue, որը տեղի է ունենում մկաններում։ Կենտրոնական նյարդային համակարգի ֆթիգն էլ իր հերթին լինում է supraspinal, այսինքն այն ֆթիգը, որը տեղի է ունենում ուղեղում, ու spinal, այսինքն ողնուղեղային։ Supraspinal CNS ֆթիգը այդ բոլոր բացասական զգացողություններն են, որոնք որ տեղի են ունենում վարժությունը կատարելու ընթացքում։ Սրա մեջ մտնում է մետաբոլիտների պատճառով մկաններում վարվելու զգացողությունը, վատ տրամադրությունը, եթե գիշերը լավ չեք քնել, անքնության զգացողությունը, շնչակտուր անելու զգացողությունը, ցավերը, դիսկոմֆորտը եւ այլն։ Մեր ուղեղը ունի ընկալված ջանքի լիմիտ, որը պատկերացրեք այսպես շիշա, ու երբ որ մենք այս լիմիտին ենք հասնում, այսինքն երբ շիշը լցվում է, մենք էլ ֆիզիկապես ունակ չենք ստեղծել ավելի մեծ մկանի կծկման ազդանշան, որովհետև մկանի կծկման ազդանշան ստեղծելը նույնպես այս շիշը լցնում է։ Ինչքան այս բացասական զգացողությունները ավելի շատ են, այդքան այս շիշը ավելի շատ է դրանցով լցվում, ու այդքան մեզ ավելի քիչ տեղ է մնում մկանի կծկման ազդանշան ստեղծելու համար։ Այսինքն մենք ավելի քիչ թվով մկանաթելեր ենք կարողանում ակտիվացնել թիրախային մկանում, ինչի պատճառով համ մեր մաքսիմալ ուժն է նվազում, համ նաև նվազում է այն մկանաթելերի քանակը, որոնք որ աճի ստիմուլ են ստանում վարժությունը կատարելու ընթացքում։ Supraspinal CNS fatigue-ը ուղղակիորեն սահմանափակում է այն, թե մենք ինչքան մեծ մկանի կծկման ազդանշան կանանք ստեղծենք մեր ուղեղում, ու այն մինիմալի հասցնելու համար պետք է որ այս զգացողությունները մինիմալի հասցնենք։ Ու ինչա պետք սրա համար, ցավերն ու դիսկոմֆորտները մինիմալի հասցնել, նորմալ հանգստանալ մոտեցումների արանքում, որպեսզի շնչառությունը լրիվ վերականգնենք, բավարար քանակի ածխաջրեր ուտել, որպեսզի գլիկոգենի պաշարները նորմալ լինեն, ու գիշերները նորմալ քնել, որպեսզի մեզ լավ զգանք մարզասրահում։ Ողնուղեղային կամ spinal CNS fatigue-ը տեղի է ունենում, երբ որ մեր ողնուղեղի շարժողական նեյրոններով կծկման ազդանշան փոխանցելու ունակությունը նվազում է։ Երբ մենք ուղեղում կծկման ազդանշան ենք ստեղծում, այս ազդանշանը տարբեր նեյրոններով սկզբում փոխանցվում է մեր ողնուղեղին, ու հետո ողնուղեղից մեր աշխատող մկաններին։ Սակայն երբ կարճ ժամանակում անընդմեջ կծկման ազդանշաններ են ուղարկվում, նեյրոնների դեսենսիտիզացիայի պատճառով այս կծկման ազդանշանը սկսում է նորմալ չփոխանցվել, ինչի պատճառով մկանների կողմից ստացած ազդանշանը շատ ավելի թույլ է լինում, քան այն ազդանշանը, որը որ մեր ուղեղը ստեղծել է։ Այս կրկին վերում է նրան, որ ավելի քիչ թվով մկանաթելեր են ակտիվանում աշխատող մկանում։ Հենց սրա պատճառով է, որ երկար իզոմետրիկ վարժությունները, օրինակ պլանկաները, շատ վատ տարբերակ են համ մկանները աճացնելու, համ մաքսիմալ ուժը զարգացնելու համար։ Քանի որ սրանց ժամանակ spinal CNS fatigue-ը շատ արագ է հավաքվում ու սահմանափակում է այն, թե ինչ թվով մկանաթելեր են ակտիվ։ Սակայն spinal CNS fatigue-ից վերականգնվելը նույնպես շատ արագ է տևում ու նույնիսկ 1-2 րոպեն բավարար է, որ այն լրիվ վերականգնվի։ Մյուս մասում կխոսենք peripheral fatigue մեխանիզմների մասին։